Մարդու միտքն ու հոգին քաղցու ծարավ ունեն։ Միտքը ինչ քաղց ունի, հոգին ինչ ծարավ ունի։ Մարդու միտքը ձգտում է ճանաչողության։ Աստված այնպես է ստեղծել մարդու միտքը, որ միտքը անընդհատ ուզում է իմանալ։ Դրա համար ասում ենք իմացողություն, բանականություն, ճանաչողություն։ Ինչ պետք է իմանա մարդու միտքը, ինչ պետք է ճանաչի։ Առաջին պետք է ճանաչի, արարչությունը պետք է ճանաչի, որտեղ Աստված արարչությունը շատ գեղեցիկ եւ իմաստուն է ստեղծել։ Գիտնականները, ֆիզիկոսները, մաթեմատիկոսները, չգիտեմ, բոլոր իմացական մարդիկ փնտրել են, ճանաչել են արարչությունը, մինչև որս ճանաչում են եւ արարչությունը մնում է անճանաչելի։ Առավել եւս արարիչը անճարելի, անիմանալի է եւ մենք պետք է միշտ թե այս կյանքում եւ թե հանդերձյալ կյանքում ճանաչենք, իմանանք, փափագենք, ձգտենք, թե ով է արարիչը։ Ուրեմն դա մտքի քաղցն է, բայց հոգու քաղց էլ կա։ Հոգու քաղցը ուրիշ տեսակ է։ Հոգին ուզում է մխիթարություն, սեր, երջանկություն։ Եվ մտքի հոգու այս քաղցն ու ծարավը իրար հետ փոխկապակցված են։ Եթե միտքը իր բանալին գտնում, այսինքն ճանաչում է, հասկանում է ով է արարիչը, եւ այդ գեղեցիկ հայտնագործությունը մտքի մեջ լինում է, միտքը ճանաչում է ով է արարիչը, հոգին անմիջապես ուրախանում է, մխիթարվում է, միտքը լուսավորվում է, հոգին ջերմանում է։ Սրանք իրար հետ փոխկապակցված են։ Առանց մտքի բանալի հոգին չի ջերմանում։ Եվ երբեմն հոգու ջերմությունը միտքն է ապահովում։ Ուրեմն սա աստվածային օրենքն է, կարգ ու կանոնն է։ Բայց ցավոք սրտի մենք երբեմն այս քաղցն ու ծարավը ավելի հեշտ հագեցնելու համար ոչ թե ձգտում ենք ու փափագում ենք ճանաչել, թե ով է արարիչը, ինչն է արարչությունը, հոգու քաղցն ու ծարավը լցնում ենք ոչ թե աստվածային այս հայտնություններով, աղոթքներով, այլ հեշտ ճանապարհ ենք, աշխարհում գործող, նյութական, մարմնավոր, դարեր շարունակ կրկնվող, նույնությամբ ձանձրալի, մարդկության պատմության շատ բան չի փոխվել, ինչպես եղել է, այնպես կա, այնպես էլ կլինի, ինչպես Սողոմոն իմաստուն է ժողովի մեջ ասում, չէ՞։ Կյանքը ինչպես եղել, այնպես կա, այնպես էլ կլինի, մարդկության բոլոր պատմությունները, բոլոր գրքերը, գեղարվեստական նայեք, ոնց որ կրկնություն ունի բոլոր։ Մարդիկ ձգտում են հեշտ ճանապարհով իրենց հոգու քաղցն ու մտքի փափագը ծարավը լցնել, հագեցնել, չեն ուզում փնտրել, չեն ուզում ջիք ու ջոնք գործադրել, չեն ուզում, ինչպես մեր Տերն է ասում, իրենց անձը ուրանալ, որպեսզի այն գտնեն, այլ ուզում են աշխարհիկ, նյութական, մարմնավոր ճանապարհով իրենց հոգու քաղցն ու ծարավը լցնել։ Եվ քանի որ իրենք ավելի հեշտ ճանապարհով են ուզում, իրենց այդ հեշտ ճանապարհը իրականություն է դարձել համացանցի միջոցով։ Համացանցը մտքի այդ ձգտումը, ճանաչողությունը հեշտացնում է, բայց որակազրկում է, այսինքն դու ճանաչողությունը ավելի հեշտացնում ես։ Եթե մինչև այդ պետք է դու մտներ, գրքեր քններ, ճանաչեր, Աստվածաշունչի խորհուրդների մեջ խորամուխ լիներ, հիմա ամեն ինչ հասանելի է։ Եվ ինչ ուզում ես անմիջապես ինֆորմացիան տալիս ես եւ քեզ պատասխանը տալիս է։ Այստեղ ինչ օգուտ եւ ինչ վնաս կա։ Օգուտն է, որ հեշտացնում է քո ճանաչողության ձգտումը, կարող ես իմանալ։ Վնասն է, որ դու քո ճանաչողության ձգտումը թուլացնում է, դու այլևս չես փնտրում, առանց փնտրելու գտնում ես, արագ։
արագ ես գտնում եւ հատկապես ուրիշ տեղ ես փնտրում, ոչ այնտեղ, որտեղ որ պետք է։ Այսինքն չես փնտրում Սուրբ Գրքի մեջ, չես փնտրում աստվածային խորհուրդների մեջ, չես փնտրում արարչության մեջ, խորամուխ չես լինում, այլ աշխարհական, նյութական երևույթների։ Իհարկե համացայցը լայն հնարավորություն ունի եւ դու կարող ես լավն էլ օգտվել, վատն էլ օգտվել, բայց մեծ մասամբ ավելի մենք ձգտում ենք հեշտին ենք ձգտում, համացածնել այդ հնարավորությունը տալիս է եւ ինչ է տեղում է հետեւյալը, մենք այդ մեր հոգու վեհ գեղեցիկ ձգտումը արժեզրկում ենք, ձգտելու, փափագելու, իմանալու, աստվածային է ճանաչելու, ավելի ճիգուջան գործարելու, անձը խոնարհեցնելու, հնում իմաստասերները իրապես իմաստասեր են եղել։ Իրանք ոչ միայն կարդացել են, այլ նաև ապրել են ինչ-որ կարդացել, բայց հիմա ապրելու կարիք չկա։ Ամեն ինչ բարձ հասանելի գալիս է։ Եվ այդպես մենք կորցնում ենք մեր այս աստվածատուր ձգտումը ճանաչողության, իմացության։ Եվ երկրորդ վտանգը ավելի մեծ է, որ այդ հոգու քաղցն ու ծարավը, որ մենք պետք է Սուրբ Հոգով լցնենք, Աստծով լցնենք, աղոթքով լցնենք, լցնում ենք աշխարհային իրողություններով։ Անդադ հոգին փափագում է Քրիստոսին, ցանկանում է հոգևորը, ցանկանում է վեհը, գեղեցիկը, բայց քանի որ մեր մտքի սնուցման աղբյուրը աշխարհիկն է, մարմնավորն է, նյութականն է, ինչ որ մտքի բանալիով դու տալիս ես, հոգին այն էլ ընդունում է մարմնավորը, ընդունում է նյութական, հոգին քաղց ու ծարավ ունի, բայց դու չես լցնում հոգևորով, հոգու քաղց ու ծարավ լցնում ես մարմնավորով, նյութական արժեքները քո համար դառնում են հավիտենական արժեքներ, եւ այստեղ հոգու մահն է տեղի ունենում, նյութական մարմնավոր արժեքը չի կարող հավիտենական արժեք լինել, իսկ հոգին էլ մեռնում է այդ ամեն ինչի մեջ։ Ուրեմն կախվածությունը համացանցից ամենամեծ վտանգը այստեղ է, որ մեր հավիտենականության ձգտումը, իմացությունը, մտքի ճանաչողությունը, հոգու քաղցն ու ծարավը, որ պիտի հոգևորով լցնենք, աղոթքով լցնենք, որ իրական ձգտում մեր դա աստվածատուր, մենք դարձնում ենք մարմնավոր, նյութական, աշխարհային, հեշտացնում ենք ամեն ինչ, իսկ ինչ որ հեշտ է, հասանելի է, այլևս իմաստազրկվում է։ Քրիստոս ավետարանում է, պիտի փնտրեք նոր գտնեք, բայց չենք փնտրում ու գտնում ենք։ Ուրեմն Քրիստոս Պատվյանի դեմը կարծես լինի, չենք փնտրում եւ գտնում ենք։ Եվ այդ ճանաչողությունն էլ ամեն ինչ հեշտանում է, կրկնություն է դառնում։ Եվ դա Աստված, որ մի օր գիտակցենք, որ դադարեցնենք ավելի իրական փնտրտուք ունենանք, աստվածային փնտրտուք ունենանք, ճանաչենք ով է արարիչը, այդ ճանաչողության մեջ օրհնություն ստանանք, խաղաղություն գտնենք, հոգին լիանա, միտքը լուսավորվի, հոգին ջերմանա, այսա շատ կարևոր է։ Եվ համացանցնել այո օգտագործենք բարի գործերի կատարելու համար, բայց ոչ աստվածային գիտության մեջ։ Աստվածային գիտության մեջ, աստվածային ճանաչողության մեջ ինքը շատ օգուտ չի կարող տալ։ Սուրբ Գիրքն է, եկեղեցու Սուրբ Հայրի գրվածքներն են աստվածային ճանաչողություն, բարձր է, վեհ է, գեղեցիկ է։ Ուրեմն օգտագործենք մեր կյանքում բարին, բայց հավիտենական կյանքում աստվածային ճանաչողությունը մենք պետք է ունենանք, հոգին պետք է ճանաչի ով է Աստված, միտքը լուսավորվի եւ այդպես ջերմանա։